Շուշի տանն ես։ Հա, Մարի, լացում ես, ոտքդ շատ է ցավում։ Չէ, Շուշ։ Ուղղակի հենց նոր հենց բան լսեցի, որ ուշքի չեմ գալիս։ Ինչ ես լսել։ Շուշ, գիտես ինձ ով ակսել մեքենայի տակ։ Ով։ Արյաննան։ Չեմ հավատում։ Շուշի հոտ չեմ խաբում, հենց նոր իմ ականջով լսեցի։ Արյանայի մաման ա եկել մեր տուն։ Ու մամային խնդրում էր, որ ոստիկանությունում չբողոքի։ Անասուն է այդ աղջիկը, լուրջ եմ ասում, մի օր իմ ձեռով ա գնալու։ Կատակ եմ անում, դու գրի։ Շուշ գաս մեր տուն։ Ես հիմա քո կարիքն ունեմ։ Հա, Մար, երեխայի դասերը վերջացնեմ, շուտ կգամ։ Դու շատ մի մտածի, դրանք կբռնեն ու բանտում կփթի։ Էս Շուշի, մոռանում ես ով է իմ մաման։ Մենակ չասես, որ ներել ա։ Բա ինչ ա արել։ Շուշի, լավ, վերջացրու պարապունքը տարի մեր տուն։ Լավ։ Տեսնեմ։ Ապրես, ճիշտ գրել ես, ոնց որ հասկացել ես, բացատրած ես։ Իսկ հիմա պատմությունը բացիր։ Սրանից կեր, սրանից հաստատ չհրաժարվի։ Հա, կուտեմ, բայց ինձ մի ցրի հարցից պատասխանի։ Միշոն ով իմ ամենալավ ընկերն է, մամ։ Ով պատրաստ է հանուն ինձ իր կյանքը տալուն։ Մարդ չի։ Էրիկ ջան, ես ընդհանուր ասեցի, ինչ ես հենց ընկերոջդ օրինակը բերում։ Միշոն բացառություն է։ Իմ շրջապատում այդպիսի մարդիկ շատ կան, որ փող չունեն, այսինքն իրանք մարդ չեն։ Էրիկ, արի այս թեման փոխենք, որովհետև իդեալիստական մտքերի ծանրությանը արդեն չեմ դիմանում։ Մամ, ես շատ լավ հասկացել եմ, որ կարևորը փողին գերի չլինելն է։ Բայց շատ մարդիկ կան, ում գրպանում շատ փող կա, բայց իրանք իրենց մարդկությունը չեն կորցրել։ Էրիկ ջան, տղա ջան, լավ ես, հա? Ինչ որ բան ա եղել։ Չնայած մի րոպե, ոնց որ ես հասկանում եմ, գիտես։ Այդ քո սիրելի Արև Շատյանն ա ուղեղդ հիմար ռոմանտիզմով լցրել, չէ՞։ Այդ կարևոր չի ով ինչ ասել։ Հացդ կեր։ Շատ հետաքրքիր թեմա ես ընտրել։ Ապրես։ Իմ երազանքը, կարծում եմ բոլորիդ էլ հետաքրքիր կլինի։ Լսիր։ Հուսամ, արդեն հասկացել եք երևի, որ այդպես բարձր չեք ստանա։ Փորձեք անկեղծ լինել եւ առաջին հերթին ինքներդ ձեզ հետ։ Ուխ։ Թորոս կարծես թե ամենաշատը քեզ է հետաքրքրել այս թեման։ Հա, այս իմ սիրած թեման է։ Ես ուզում եմ շատ փող ունենամ։ Կարամ չէ՞ հենց այդ դրա մասն էլ գրեմ։ Իհարկե կարող ես։ Բայց միայն դրա մասին ես երազում։ Հա, հիմա ով չի ուզում շատ փող ունենա։ Ինձ հետաքրքիր է թե հանուն քո երազանքի ինչի ես պատրաստ։ Ամեն ինչի։ Վստահ ես։ Հա, այս կյանքում ամենակարևորը փող ունենալն է։ Եթե փող ունեցար, ամեն ինչ էլ կունենաս։ Որս կգաս գրատախտակի մոտ։ Ասում ես հանուն փողի ամեն ինչի պատրաստ ես։ Նա։ Այդ դեպքում վերցրու։ Ու կհաչես։ Դուք լուրջ ուզում եք, որ ես հիմա հաչամ։ Դու ես նոր ասում, որ հանուն փողի ամեն ինչի պատրաստ ես։ Այնպես չէ՞։ Ոչ ամեն ինչի, այդ ուղղակի խոսքի մեջ օրինակ բերեցի։ Ուրախ եմ, որ իրականում դա նկատի չունեիր։ Ու կներես, որ նման կոպիտ օրինակ բերեցի։ Պարզապես ավելի պատկերավոր չէի կարող ցույց տալ, որ չի կարելի հանուն փողի ամեն ինչի պատրաստ լինել։ Նստիր։ 10-ով 0 չող։ Այս կոպիտ օրինակով ուզում եի ցույց տալ, որ չի կարելի հանուն փողի մեջք ծռել։ Կորցնել արժանապատվությունն ու խիղճը։ Իսկ շատ փող ունենալը վատ բան չէ։
Բայց այնքան կան տենց մարդիկ Տիկին Արևշեցյանի։ Հիմա լիքն են։ Էլի խոսած։ Չոփի երազանքը փչվեց։ Երեխեք, շատ փող ունենալը վատ բան չէ։ Այստեղ կարևորը հանուն փողի ամեն ինչի պատրաստ չլինելն է։ Վերջի վերջո բոլորս էլ սովորում ենք, որպեսզի ունենանք լավ մասնագիտություն, լավ աշխատանք, հետագայում լավ վաստակենք։ Բայց կարևորը այս կյանքում փողին գերի չդառնալն է։ Իրականում հզոր է այն մարդը, ով գրպանում շատ փող ունի, բայց չի կորցնում մարդկությունը։ Հուսամ հասկացաք ինչ նկատի ունեմ։ Դե, սկսենք։ Էրիկ տղա, մի անգամ եմ քեզնից սենց հիմարություններ լսել, տնից դուրս չես գա, հասկացար։ Ինչես փախնում էի գլխիս եկավ։ Ուրեմն ես ու պապիկդ այդքան չկանք, որ քեզ դասյարակենք, պետք է Արևշատյանի հիմարություններով ուղեղդ լցնես, հա։ Մամ, Արևշատյանն ինչ կապ ունի։ Հենց ինչ որ բան եմ ասում, միանգամից Արևշատյանին ես հիշում։ Որովհետև որ սենց հիմար խոսում ես, ոնց որ Անուշը խոսի։ Մամ, ուղղակի իմ դասարանցիներին ավելի հարմար է, որ ես իրանց հետ հավասարի հետ շփվեմ։ Իմ այս ամեն ինչը ինձ ասում է Մակարյան Ներսեսի թոռը։ Դու գոնե գիտես դու թոռն ես, հա? Դու գիտես, որ դու քո պապիկի միակ ժառանգն ես։ Այդ կարողության, այդ փողերի միակ ժառանգն ես։ Գիտես այդ ինչա նշանակում։ Գիտակցում ես։ Ուրիշը քո փոխարեն ուրախությունից գլուխը ամպերին էր կպցրել։ Իսկ դու ինչ ես անում։ Միշոյի հետ անցումի տակ պերաշկի ես ուտում։ Այ Փողի անկարևորությունից է խոսում հետս։ Մնում էր մի հատ էլ Մարսելիես միացնեմ, Լենինի կարմիր դրոշը տամ ձեռքդ հյուսիսայինով քայլես ու հավասարություն ու արդարություն քարոզես։ Այ դե մարդ քեզ բան չասի։ Ինչ մի խորանալ խորացա։ Էրիկ, այդ հիմարությունները ուղեղից հետ կհանես։ Հացդ կեր։ Թողնում ես, որ մարդ հաց ուտի։ Լացես եղել։ Տատիկն ասեց հավասարկող է տվել, չի ազդել։ Մամ, ես ամեն ինչ լսեցի։ Ես ատում եմ Արյաննային։ Մամ, ինքը կոնկրետ ուզեցել է ինձ վնասի։ Գիտեմ։ Բա այդ դեպքում ինչի ներեցիր իրան։ Ինչի ասացիր, որ կգնաս ոստիկանություն ու դիմումը հետ կվերցնես։ Մեկը ես իրան չեմ ներելու։ Իրա պատճառով է, որ հիմա ես գիպսի մեջ պառկած եմ։ Գիտեմ։ Ու ես Արյանային չեմ արդարացնում։ Ու ուզում եմ իմանաս, որ նա հիմա ոստիկանական բաժանմունքում է։ Հասնում է դրան։ Այն ինչի մակ ասեմ քեզ։ Ուզում եմ փորձես մի քիչ ըմբռնումով մոտենալ։ Փորձես հասկանալ։ Դու ճիշտ ես։ Մեծամասամբ պատիժը ուղղիչ նշանակություն ունի։ Բայց ոչ այս դեպքում։ Ու գիտես ինչու։ Որովհետև ես չեմ ուզում, որ որևէ մեկն այս կյանքում աղջկաս հանդեպ ատելությամբ լծված լինի։ Արի փորձենք պատկերացնել ինչ ենք շահելու։ Եթե ես չգնա ոստիկանություն եւ բողոքը ետ չվերցնեմ։ Արյաննան ոչ տարիների ընթացքում
ատելությամբ ու մաղձով է լծված լինելու քո հանդեպ։ Իր չստացված կյանքի համար քեզ է մեղադրելու։ Իսկ ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Իսկ եթե փորձենք ներել իրար արքը, որքան էլ որ դժվար է դա։ Գուցե փոխվի նա։ Գուցե գիտակցի իրար արքը։ Ավելի լավը դառնա։ Դարավ, բա չէ։ Արի ամեն դեպքում նրան մեկ հնարավորություն տանք։ Մամ, նենց բաներ ես ասում, որ չգիտեմ ինչ ասեմ։ Փորձիր ներողամիտ լինել։ Միայն մեծահոգի մարդկանց է տրված ներողամտությունը։ Իսկ փոքրոքի մարդիկ հիշաչար են լինում։ Որ ինքն էլ մտածի, որ հաղթեց, ինձ ավտոյի տակ գցեց ու չպատժվեց դրա համար։ Ես գիտեմ, որ դժվար է։ Ու վերջի վերջը որոշողը դու ես։ Եթե չես ցանկանում, որ ես գնամ ոստիկանություն եւ բողոքեցի հետ վերցնեմ։ Այդպես էլ ասա։ Դու ես որոշողը, ես գնամ թե ոչ։ Ոնց ասես, այդպես էլ կանեմ։ Չէ։ Գնա։ Իմ բարի աղջիկ։ Խոխեք ջան, հերիքա, բերերի վարեք։ Մամ ջան, ժամանակ չկա, շուտ վերջացնեմ, գնամ Մարիանց տուն։ Հակինը քեզով է բան ասում։ Արսեն չիկ, գոնե դուք էր։ Տես թե նախ շուտոտան ինչ լավագաթ է սարքում։ Շնորհակալ եմ։ Քինեմ չայ դնեմ։ Չէ, պետք չի։ Արսեն ջան, միշտ հիշիր, մեծ հայկի տարածքը բաժանվում է 15 նահանգների, ու Արցախը պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկն էր։ Բայց մեր դասատուն ասել է, որ Արցախ միֆ է, իրականություն չի։ Նման բան էլ չասես։ Դասատուտ ինչ ասա, լնորից ասա։ Ասել է, որ Արցախը միֆ է, իրականություն չի։ Միֆը այդ քո ոչ ու փուչ դասատունա, որ գլխի մեջ ոչ թե ուղեղ, այլ դարման։ Գիտես դարմանը որն է։ Ահա, թաղեմ քո հայրենի դասատուի գլուխն էլ ընդ է, որ հոմանից չգիտես։ Մի վարքյան, այս երեխան պիտի ճիշտը իմանա, թե չէ։ Արցախը բալիկ ջան, իրականություն է, որի մեջ ես ու իմ խոխեն ու մեր նմաններն ապրել են։ Ու քանի մենք կանք, Արցախը չի կարա միֆ լինի։ Քո դասատուն գիտի մենք ինչ ենք ապրում։ Օրը բացվում է, իրիկունը բացվում է, Արցախի մասին ենք մտածում։ Աղոթում ենք Աստծուն, որ մեր հողն ու ջուրը հետ գա։ Միֆա։ Լսրանտես, միֆը գիտես որն է բալիկ ջան, որ մենք այդպես էլ չհասկացանք, թե մեր Արցախը ոնց եղավ, որ մերը չեղավ, որ մենք կորցրեցինք։ Այդպես մի վախեցի ինձանից, ես վախենալու չեմ, դասատուիդ վրա եմ ջղայնացած, հող եմ դրա գլուխն էլ այդտեղ։ Привет, Максим. Այս Ռեբեկոյը չի եկել։ Չէ։ Ու ավելի լավ որ չի եկել։ Քո հետ առանձին էի ուզում խոսեմ։ Դիք, ես ինչ ես խոսում։ Ռեբեկոյը լսի նա շատ վատ կզգա։ Համեն դուք այդքան էլ վատ չեք եկել իրար հետ։ Մագա ջան, դու ինչ չգիտես։ Ես բոլոր աղջիկների հետ էլ աշխատում եմ լավ լինեմ։ Իսկ ես տես տղերքի հետ չեմ սիրում։ Իզուր, սիրուն աղջիկի զուր։ Լսի դու մեր հարևան սիրուշ տոտային է որ տենաս, կասես սիրուն աղջիկ։ Մի քիչ գնահատելի է այդ խոսքը։ Մագա ջան, որ սիրուն ես, չասեմ սիրուն։ Կարող է գիտես դիմաց Ռեբեկանա, որ մի հատ սիրուն աղջիկ ասես մի անգամից հալվեմ։ Համել ճիշտ չի, որ իա մեջքի հետևում սենց բաներ ես անում։ Հայ ես ինչ անեմ, որ Ռիբոկը իսկականից սրտին է գնացել, որ ես իրան սիրում եմ։ Ոնց։ Ինչի տենց բան չկա։
Վատես մագա, չէ իհարկե։ Դասարանում ինձ ուղղակի ժուչոկ էր պետք, բաշկեր ու ականջներ էին պետք, դրա համար Ռիբոկը ամենահարմար թեկնածուն էր։ Ինչ ասամ ուղղակի ամոթ քեզ։ Բայց այ դու իսկականից դուրս գալիս ես։ Մեկ էլ հասոնա դուրս գալիս, դրա համար չեմ կարող կողմնորոշվում քեզ ավելի շատ ուշադրություն տամ, թե հասոյին։ Ռիբոկն եկավ, գոնե հիմա ձենդ կտրի ոչ մի բան չխոսած։ Բարև ձեզ։ Այդ վաղի ուշացար։ Տրանսպորտ չկար, կանգառում 20 րոպե անկապ սպասել եմ։ Բարև իդա տատի։ Ոնց ես։ Օրվա հետ։ Դու ոնց ես։ Լավ, մերսի Մարին ոնց է։ Պիտի որ լավ լինի։ Իր համար սյուրպրիզն եմ, եթե տեսնի հաստատ մի անգամից կուրախանա։ Ինչ սյուրպրիզ։ Արջուկ։ Ողջունում եմ ձեզ։ Մարիի համար եմ պատվիրել։ Շուշի, մանկապարտեզի երեխա չի։ Ախր մենք բոլորս ենք մեր հողու որքում բալիկներ։ Երևի ճիշտ եք ասում։ Ներս անցեք։ Մտեք։ Շուշի, էս ինչ է։ Արջուկն է, եկել է քեզ տեսություն։ Ես երեխա չեմ։ Դասեցի տրամադրությունը բարձրացնեմ մութերոս պատվիրեցի։ Դժգոհ ես։ Չէ, շատ գոհ եմ։ Բարև Մարի, արի քեզ գրկեմ, որպեսի շուտ ապակինվես։ Բայց ոտքդ որտեղ ես մնացել։ Անտառում էի ծառից ընկա։ Ինձ կներեք երեխեք ջան, հարևանուհիս է զանգում, պիտի իրենց տուն գնամ, Շուշի ջան, եթե բան պետք լինի, խոհանոցի տեղը գիտես, բալես։ Մի անհանգստացեք, դուք գնացեք։ Ես քեզ համար նվերներ եմ բերել, Մարի։ Արջի է, ձմեր պապիկա։ Ահա քո նվերը, Մարի։ Բայց նա ունի իր երկրորդ երեսը, ահա։ Նկար եմ արել, դեմքին ժպիտն իմ։ Միշո։ Սոնա, Լսում եմ ձեզ, Տիկին Արևշատյան։ շատ հանկարծակի եւ արագ դարձա քաղաքավարի։ Հո ինչ որ բան չի պատահել։ Դուք լավ գիտեք, որ հիմա իմ համար ամենակարևորը Արիանայից ազատությունն է։ Ես իմ պոստումը կատարել եմ։ Արենան մի քանի ժամից կլինի տանը։ Շնորհակալ եմ։ Ես ամբողջ կյանքում չեմ մոռանա քո արած լավությունը։ Ինձանից պետք չի շնորհակալություն հայտնել այլ իմ աղջկանից, ով չնայած իրեն հասցված ցավին, իր մեջ այնքան ուժ գտավ, որ ների ձեր աղջկան։ Աղջկատել եմ, շնորհակալ։ Շատ։ Հուսամ այս ամենից ինչ որ հետևություն կանեք։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Ինչպիսի անսպասելի հանդիպում։ Ինչ ես անում հստակ։ Հովեանը զանգեց, ասեց, որ եկել ես քո բողոքը հետ վերցնես, ես էլ որոշեցի գամ ու տեղում եւս մեկ անգամ քեզ ասեմ ապրես, շատ ապրես։ Ինձ հետաքրքիր է դու ինձ միշտ ես հետապնդում։ Չէ, այդքան ժամանակ չունեմ, բայց ունեմ լավ ընկերներ, ովքեր քո մասին ինֆորմացիա են փոխանցում։ Ինչ բարդ է քեզ հետ։ Համաձայն եմ չեմ վիճի, բայց դրա լավ կողմն էլ կա։ Դու գիտես որն է։ Ոչ, չգիտեմ։ Տիկին Արևշատյան, ես քեզ շատ լավ ճանաչում եմ։
Ու գիտեմ, Արիաննայի գործը ավարտին հասցնելուց հետո դու զբաղվելու ես Միքայելի մամայի բուժումով։ Եվ ինչ-որ սխալ բան եմ անում։ Ոչ, իհարկե, ընդհակառակն։ Ես քո մարդկային տեսակով հպարտանում ու հիանում եմ։ Լավ էլ մի շողոքորթիր։ Լավ, վերջ, խոսակցությունները վերջացրեցինք, որովհետև հեսա սկսվելու է շողոքորթ, լեռնեցի, չոբան, անտաշ, բռի եւ այլն, վերջ։ Լավ նորություն ունեմ։ Միքայելի մամայի բժշկին եմ գտել։ Որտեղից քեզ այդքան տեղեկություն։ Եվ զարմացած եմ, եւ շնորհակալ։ Խնդրեմ։ Եվ ես իմ գաղտնիքները ունեմ։ Ես կասեի գաղտնի գործակալներից հանց։ Դու ամենտեղ եւ ամեն օր ընկերներ ունես, ովքեր քեզ համապատասխան ինֆորմացիա են միշտ հասցնում։ Դե որ դու էլ այդքան խելացի գտնվես ու ինձ հետ ընկերություն անես, ինչ պետք կլինի այժմ գներով քո համար կճշտեմ։ Հա? Իսկ կարող ես ճշտես, թե ինձ ճակատագիրը ինձ սպասվում։ Դա արդեն ճշտած է։ Արի գնանք նստի մեքենա։ Չես գալիս։ Ոչ։ Գնում ենք Միքայելի մամայի բուժող բժշկի հետ հանդիպելու։ Այդ դեպքում գալիս եմ։ Կներես էլի, իսկ կարող եմ իմանալ մտքովդ ինչ անցավ, ուր պիտի գնայինք։ Ուր։ Իհարկե Միքայելի մամայի բժշկի մոտ։ Հա բա։ Ու մեր տուն չենք գնալու։ Սրա համար ես արջի շորերը հայքել։ Հա բա ինչ պետք է անեի։ Դու ասացիր տատին տունն է, ես ստիպված մի ձև մասկերովկա պետք է լինեի, թե չէ։ Շատ լավ ա եղել։ Տատին քեզ չճանաչեց։ Շուշ, դու գիտեիր, միասին եք պլանավորել։ Պատմեմ, թե ոնց։ Չէ, սպասի, ես կպատմեմ։ Ուրեմն ես այս շորերով սս գալիս եմ ձեր հայած, այս գլուխը ձեռս, ես մտածում եմ, էլի ոնց արդեն պետք է մտնեմ ձեր տունը արջ խաղամ, բան։ Մեկ է ֆրանտ տնեմ Շուշին է գալի։ Աննորմալ ես լեղաճակ հարիր։ Լավ կներես, ինչ չթվաց նես կվախենաս։ Ես ինչ ա վիճակդ, ոնց որ գազանանոցից փախած լինես։ Այսօր է սենց է պետք որտեղ։ Հա, բայց լավ գործ ես գտել քո համար, արջ ես աշխատում։ Չէ, չեմ աշխատում, ես վարձով եմ վերցրել այս շորերը։ Բայց լավ է գիտես, որ քեզ տեսա, այդ հարցով պետք է ինձ օգնես Շուշի։ Շտե այդ քացախ, ինձ վախեցնես, հետո էլ ասես քեզ օգնեմ։ Այ լավ կներես Շուշի, իմ մտքով իսկականից շանս է, որ դու այդքան կվախենաս։ Էլ տենց բան չանես։ Չեմ անի հանգիստ տեղի։ Մարինս տուն ես չէ գնում։ Հա, բա էլ ուր։ Իսկ դու կարող ես պատահմամբ Մարիի համար մութերոս ես կանչ, ասենք sense մեծ արջ, կա ուրախացնի Մարիին։ Չէ, Մարին մի տարեկան երեխա չի։ Շուշի սպասի էլի խնդրում եմ։ Պետք է օգնես էլի ինձ, ես մինչև Մարին չտենամ չեմ կարող գնամ ստեղից։ Ներս չեն թողնում։ Չէ, ուր թողեն։ Տատին տունն է, ինքն էլ հետս աչքով աչք չունի։ Նենց որ պետք է այսօր պարտադիր ես Մարիին տենամ։ Չես ուզում իր համար լավ բան անենք։ Վախենում եմ բռնվենք։ Այդ հավատանը միշտ բռնվել։ Մենք կմտնենք, Մարիին ուրախացնենք ու դաժե Արեշացյանը չի ենթադրի, որ այս շորերի մեջ ես եմ։ Հենա որ նոր sense խոսում էի, չէր զգացվում, չէ՞ որ ես եմ։ Չէ։ Ահա տենում ես, բայց ինչ բռնվել, ինչ կա վախենալու։ Գնացինք։ Չգիտեմ, բայց ճիշտ են կանում։ Այ քեզ մատաղ մի մտածի։ Մեր Մարիի համար լավ բան ենք անում, ի՞նչ է դրա վատ։ Չես ուզում ուրախացնենք Մարիին։ Շատ եմ ուզում։ Դե ուրեմն գնացինք։ Վերջը մարս, այսքանից հետո ես մի ձև եմ Շուշիին համոզում, որ ինքը մուլտհերոսական չէ քո համար, պատկերացնում ես։ Գիտես ոնց էի վախեցել, որ տեսա ինքնա ուզում էի տայս սպանեի։ Ի։ Լավ դե չսպանեցի, որ պաշտպանում ես։
Ու այս ամեն ինչը սրա համար։ Հա, չի քիչ եմ արես։ Դու ասացիր նա արինջ եմ ուզում, ինձ էլ լավ գիտես, ամեն գնով պետք է բերեի, քո ուզած արինջը։ Միշ, բավար հիմա էլ երկնքից ասկեր ուզեմ, գնալու ես բերես։ Պահ, ջեմի չէ, ոսկե ձկնիկ մի 100 ցանկություն կատարող։ Այանան անհասանելի է, մեսիջներից էլ չի պատասխանում, չեմ հասկանում, ես իրան ինչ եմ արել, որ չի ուզում հետը շփվի։ Ման չկա, թարսվել եմ, ջղայնությունը կանցնի կզանգի։ Սիրում եմ, որ սենց բան հանգստանում եք ձեր ընկերուհիների համար։ Նայածում, օրինակ Մարիի համար ընդհանրապես չեմ անհանգստանում, ու իմ համար լրիվ մեկ է, որ մեքենայի տակ անկել։ Շատ դաժան ես, մագա։ Դե մի մարդ, որ Շուշի ընկերուհին լինի, էլ ինչի պետք է ես իր համար անհանգստանամ։ Բայց մենք քո համար էլ էինք անհանգստանում։ Դե ասա, որ դպրոցում այն օրը Միշո ինձ հմրաստվել, կարգին էլ վախեցել եք, էլի։ Հա, շատ, նույնիսկ ես ուզում էի իջնել ներքև, չոփը չթողեց։ Իզուր, պիտի գայք տենայիք ոնց էի նեղում այդ երկուսին։ Դե ճիշտն ասած մենք տեսանք, թե Միշոն ոնց է քո ձեռքը ոլորում։ Այդքան էլ տենց չէր։ Ես ուղղակի թողեցի, որ մի քիչ իրան լավ զգա։ Դի քերիք հա գլուխ գովաս։ Դու ավելի լավ նենց անես, որ էլ իրանց հետ չկռվես։ Միշոն ուժեղ է, որ Արյանան իր ընկերուհին էր, թող մեկը Արյանային ինչ-որ բան ասեր, բոլորի հետ կռիվ էր անում, նույնիսկ իրանից մեծերի հետ։ Մագա ջան, ուժեղից ուժեղն էլ կա։ Նես չէ, դու ստիգոնը դու սկորաստաղայա։ Հորոս երկու բերան բան ասեմ, այդ Միշոն իր հացը ցամաք է ուտելու։ Դիք, պապատին չա աշխատում։ Նախարար։ Միա, վաչի։ Ես կասեի շատ լավ է, Ռիբոկ ջան։ Հորոս դեմ խաղ չկա։ Հենց որ ավելի լավ կլինի այդ Միշոին ու Էրոին ասեք իրաց ճիշտ բան։ Թե չէ վերջում իրանց համար հաստատ շատ վատ կլինի։ Կարող է գիտես քո համար խոսք տանող բերող են, քեզ պետքա դու ասա։ Այ քեզ բան։ Ռիբոկը սկասի։ Չէ, Ռիբոկ։ Հա, ես կասեմ, նեն չի, որ ուզում եմ դուք ամբողջ օրը կռվեք։ Կասեմ, որ պապատ նախարարը թող իրանց խելոք պահեն։ Ապրես դու կյանք ես սիրուն աղջիկ։ Տիկ ես քո արածը նորմալ չի։ Մագա ջան, ուզում եմ հասկանամ ինչը դուրս չի գալիս։ Քո կեղծավորությունը։ Դե մի հատ անեսի դիր, որ տենաս ինչ տանջանքներ եմ քաշել քո համար։ Սազում, հա։ Սազելը որն է, ոնց որ նախքին կյանքում արջ եղածել ես։ Դու ես կոկորդիլոս։ Շուշ, կարող եմ Միշոյին ինչ-որ բանա ֆինանսիրենք, վերջի առաջի անգամ մեր տանը։ Չէ, լավ է։ Նախ արջերը կոֆե չեն խմում, հետո ես վստահ եմ դուք մեղրաժուր չունեք տանը։ Համել ես գնամ մար։ Տնեցիք չգան ինձ տեղ տենը մի հատ էլ ձեր վրա խոսակցություն կա։ Միշ, մաման ասաց, որ դասային տղաներն է կարան գան ինձ տեսնելու։ Ընդհանուրի հետ կգաս, դժվար տատին տենց քեզ կոպտի։ Դե, եթե ուզում ես ես կրկին գամ ձեր տուն։ Շատ եմ ուզում։ Կարող է խանգարում եմ դուրս գամ։ Միշ, գնա լավ, կողքի տրիբունայից դժգոհությունից ձայներ է լսվում։ Գնացի։ Բայց այդ նարինջը անպայման կուտես։ Չէ, կթողնեմ, որ մի քանի օր ինքը ինձ շփտա։ Դու գիտես։ Լավ, լասա տենամ մյուս գալուցս հետս ինչ բերեմ։ Քո ճաշակով։ Չես վախենում։ Արդեն վախենում եմ, բայց շատ հետաքրքիր է։ Լավ, ուրեմն մի բան իմ ճաշակով կբերեմ։ Գնացի։ Լավ նայեք այդ մամաս։ Տեսություն, մամի։ Եկեք երկու հատ ամերիկանո բերեք։ Ինչ վերաբերվում է քաղցրին, եթե մի փոքր ուժ ձեզ ասեմ, կլինի։ Իհարկե կլինի։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Լիջան։ Բարև։ Ես քո համար եմ սուրճ պատվիրել, հո դեմ չես։ Չէ, իհարկե։
Էս ինչա կատարվում էս քաղաքում, ոնց որ Պեկինում ապրենք։ 10 բարանոց խցանում է, ինչքան ուզում ես շուտ դուրս արի, մեկը ուշանում ես։ Ոչինչ, առանձնակի գնալու տեղեր չունեմ։ Ես հիմա ուղղակի անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է այս մի քանի ժամ անցնի, որ գնամ ոստիկանություն։ Մենակ չասես, որ Անուշը մերժել է քեզ։ Չէ, Լիդիա ջան, ամեն ինչ նորմալ է։ Արևշադյանը զանգեց, ասեց, որ գնացել է ոստիկանություն, ընդ որում վերցրել է բողոքը։ Ոչ ինչ լավ բան ասեցիր, Սոն ջան, ուրախացա։ Ես ասում եի, որ միակ մեթոդը, միակ միջոցը դա է ու չսխալվեցի։ Շնորհավորում եմ, Սոն ջան, էս մի շարից էլ բրծար։ Հա, բայց ինչ գնով։ Ոչի նեղացրել քեզ այդ անտաշը։ Չէ, չի նեղացրել, բայց ընենց բաներ ասեց, որ ես ինձ իսկապես շատ վատ զգացի։ Վայ, Սոնա ջան, ես էլ գիտեմ լուրջ բան ա եղել։ Դու դրա ասածները դες լուրջ մի ընդունի, հա? Դա սիրում է փիլիսոփայել։ Շատ տպավորվող կին է, ասեմ, Facebook-ում ինչ-որ աֆորիզմներ ա կարդում, հետո տենց տպավորվում սկսում է սրան խրատներ տալ։ Ոնց որ Գողգոթան հոտաբուբիկ բարձրացող քարոզիչ լինի։ Գիտես, չէ, երեխուս ուղեղներ էր լցրել։ Այն աստիճան, որ Երիկիս վրա ջղայնացա։ Դες որ խնդրում եմ, դու տենց լուրջ մի ընդունի Անուշի ասածները։ Կարևորը հիմա Արիանան է, որ ոստիկանությունից դուրս գա ու այս հարցը լուծում ստանա։ Ճիշտ ես։ Չեմ համբերում, թե երբ պետքա նորից իմ աղջնակին, իմ Արիանային տեսնեմ։ Քիչ մնաց, Սոն ջան, կարևորը որ գործը փակել է։ Սա էլ քեզ Լիդիա ջան, շատ շնորհակալ եմ, որ դու ինձ շատ ճիշտ խորհուրդ տվեցիր։ Ոայ Սոն ջան, կարիք չկա, ինչի սենց նեղություն քաշել։ Դե ճիշտ ասած, մեղքս ինչ թաքցնեմ։ Դու ինձ որ ասեցիր վերցնեմ լավ խմիչք ու քաղցր ու գնամ Արևշադյանի մոտ, հենց սրանք էլ վերցրեցի։ Գնացի Արևշադյանի մոտ, բայց նա ինձանից չվերցրեց, դե ես էլ մտածեցի, որոշեցի, որ քեզ եմ տալու։ Դե, ոնց ասում են, չուտողի մալ, ուտողին հալալ, չէ։ Օ, ինչ էլ լավ գնումներ ես արել։ Դե գիտես, ես էժան ապրանք չեմ առնում։ Գիտեմ, Սոն ջան։ Այդ Անուշը կյանքից ընդհանրապես ինչ է հասկանում։ Լավ կոնյակ է, եկավ հասավ իր իրական գնահատողին։ Անուշին կարելի է օրինակ ինչ-որ տետրերի կապոց նվիրել կամ բումբուլով գրիչ, կուրախանա։ Դե ինչ ասեմ, Կարոյի հետ Անուշ արեք եւ իմ Արիանայի ազատության կենացը անպայման կխմեք։ Սոն ջան, դա նենց կենաց է, որ կարելի է հիմա էլ խմել։ Կոնյակ չխմենք։ Խմենք։ Որ խնդրեմ կմոտենաք։ Լավ, ոնց որ թե ժամանակին հասանք։ Հուսամ ճիշտ բժշկի մոտ ենք եկել։ Ուրեմն մեկ ընդմիշտ ամբողջ կյանքի համար հիշի, որ նման հարցերում ես երբեք չեմ սխալվում։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու անսխալական ես։ Ոչ, որովհետև ես չճշտված եւ չհիմնավորված ինֆորմացիա ուրիշին փոխանցելը համարում եմ պատվիցս ցածր։ Ու ընդհանրապես սպայի համար դա մի տեսակ պատվաբեր բան չի։ Լսում եմ, պարոն մայոր։ Այդ դեպքում ուղղությունը դեպի բժշկի սենյակ։ Քայլով մարշ։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Համեցեք, նստեք։ Բարև ձեզ։ Պիտի որ Ասլանյանը ձեզ զանգահարած լիներ։ Այո, տեղյակ եմ։ Ասլանյանն ինձ ասել ամենը։ Մայոր Շահնազարյանը դուք եք։ Ճիշտ այդպես ես։ Մենք Միրաքյան Մարիամի հարցով ենք եկել։ Նրա սրան նայ որ չի պատասխանում զանգերից։ Փոշմանալու ես Լիդիա աղջիկ, լույս սպասի։ Միշտ չեմ հավատում Արչի շորերս հայքել, որ գնաս Մարիենս տուն։ Մագա, որ սենց ես քեզ սպահում, ես միանգամից Արիանային եմ հիշում։ Ինքն էլ էր սենց չոր ու փշոտ։ Շատ ճիշտ արեց Արենան, որ գնաց մեր դասարանից, թե չէ այսքան կեղծավորների մեջ ոնց էր դիմանալու։ Ցնդել ես Մագա։ Լավ, իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Հստակ թիվ չեմ կարող ասել։ Բայց դուք շատ լավ եք հասկանում, որ խոսքը 1000 կամ 2000 դոլարի մասին չէ։ Պատկերացրու ինչ կլինի Արիանայի հետ, եթե Միշոն ճշմարտությունը իմանա։ Կտա կսպանի։
Էրիկի մոտ էլ հանկարծ բան չասես։ Արիանա խիա քաղմասենգե։ Չգիտես։ Չէ։ Այն անդուր անուշի աղջկան Մարին, Արիանան է մեքենայի տակ գցել։